Ուրեմն առաջի հարցը վերաբերում է Մարտակերտի շրջանի նոր Մարաղան, նոր Սեսուլան, նոր Հովտաշին եւ նոր Այգեստան գյուղերի գազաֆիկացմանը։ Ժողովուրդը արդեն 15 տարուց ավել է հույսով սպասում են, որովհետեւ թե նախագահական ընտրությունների ժամանակ, թե պատգամավորական ընտրությունների ժամանակ բոլորս էլ խոսք ենք տալիս, որ շուտով գազ կլինի։ Ուզում են իմանալ, երբ ալնելու գազ։ Նախագահական ընտրությունում 2012 թվականին նման խոստում չի եղել։ Եթե դուք նման խոստում եք տվել որպես պատգամավոր, դա ձեր իրավունքներից դուրս էր։ Ես չեմ համարում, որ պատգամավորը պիտի գնա գյուղում խոստամանավանդ այնպիսի խոստումներ, որը դուրս է կառավարության ծրագրերից։ Ինչ վերաբերում է գազաֆիկացման։ Բազմաթիվ անգամ մենք խոսել ենք, մենք պետք է ավելի շատ բացատրական աշխատանք տանենք մեր հայրենակիցների հետ, որ գազաֆիկացումը մեր երկրի համար մանավանդ փոքր գյուղերում, մանավանդ ծայրամասային գյուղերում անիմաստ է։ Մենք այդ գյուղի համար, այդ տարածքի համար պետք է ծախսենք մի քանի միլիարդ դրամ։ Ինչի համար ծախսենք այդ գումարները, եթե մենք այլընտրանք ենք առաջարկում։ Նույն գազի փոխարեն օգտվել հոսանքից։ Բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ բնակության համար Արցախում հոսանքի գինը միշտ լինելու է մատչելի եւ շատ տարբերվելու է տարածաշրջանի մնացած երկրներից։ Եթե խոսք է գնում ջեռուցման համար, մեր գյուղերում ջեռուցման համար գազ չեն օգտագործում։ Եթե խոսք է գնում թեյնիկը եփելու համար, նույն հոսանքով կարելի է այդքանը անել։ Շուտով սպասում է հուլիսի 1-ից գազի թանկացում։ Մենք չգիտենք ինչքան է լինելու այդ թանկացումը։ Չգիտենք, որովհետև մենք չենք որոշում, որովհետև Հայաստանի Հանրապետության եւ գազ մատակարարող երկրների հետ հիմնականում Ռուսաստանի դեռ բանակցությունները չեն ավարտել։ Մի հաստատ համոզված եմ, որ 15-20%-ից մինչև 30-40% ոչ պակաս բարձրացում է լինելու։ Եվ հաշվարկեք, տեսեք, այդ բարձրացումից հետո քաղաքացուն ձեռ է տալու այդ նույն գազով հոսանքի փոխարեն այդ նույն ծառայությունից օգտվել։ Մասնագետների հաշվարկով ոչ, եթե անհրաժեշտություն կա ինչ-որ ձև փոխհատուցենք, ինչպես այսօր մենք Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանում փոխհատուցում ենք հոսանքի դիմաց կամ ջեռուցման, դա այլ խնդիր է։ Տասնյակ միլիարդներ է պահանջում այսօրվանից հետո Ղարաբաղի բոլոր բնակավայրերը գազաֆիկացում անելու համար։ Ունենք Շահումյանի շրջան, ունենք Քաշաթաղի շրջան։ Ես չեմ ասում, մեր քաղաքականությունը ժամանակին սխալ էր գազաֆիկացման համար։ Այն ժամանակ այդ հնարավորությունը կար շատ էժան գազ ստանալու համար։ Այսօր այդ հնարավորությունը չկա, վերջ։ Այլընտրանք ունենք, ջեռուցման համար էլ այլընտրանք կա, գազի, չգիտեմ, նորից եմ կրկնում, եթե թեյնիկ պիտի եփեն կամ ճաշ պատրաստեն, այդ նույն հոսանքով կարելի է այդ նույն ծառայությունը ստանալ։ Շատ չնչին տարբերություն է այսօր, տարբերությունը շատ մեծ չէ, բայց առաջիկայում թանկացումից հետո, երբ որ հոսանքի գինը բնակության համար մնա նույնը, այդ տարբերությունը շատ ավելի փոքր է լինելու կամ ընդհանուր առմամբ չի լինելու։